իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ինչպես եք։ Ես միշտ գրում եմ ինչպես եք, հարցնում եմ ինչպես եք, ես օրինակ շատ լավ եմ, այսօր գարնանային շատ գեղեցիկ օր է, արևոտ, մեր մոտ միշտ անձրևներ են լինում այս վերջին ընթացքում, այսօր այնքան հաճելի օր է, իմ ազատ օրն է, տանն եմ ու որոշել եմ ձեր համար համեղ բաղադրատոմսեր պատրաստեմ։ Սիրելիներս, գրեք ինչպես եք, ձեր մոտ ինչպիսի եղանակ է, ինչ տրամադրություն ունեք, եթե օրը սկսում եք ուրախով, քաղցրով ու ժպիտով, հաստատ ձեր օրը լավ է լինելու։ Ձեզնից է կախված սիրելի մայրեր, հայրենիներ, ձեր ընտանիքի անդամների ուրախություն, օրվա շարունակությունը։ Այսօր պատրաստելու ենք տաք կաթով շատ համեղ բիսկվիթ, որը ստացվում է հիասքանչ ու շատ համեղ է լինում։ Հիմա շատերը կարող է ասեն, ինչ տարբերություն կա տաք կաթ կամ սառը կաթ, այ կտեսնեք, որ տաք կաթը ավելի բարձր, ավելի փափուկ ու ավելի խրուն խմորեղեն է դարձնելու իտալական բաղադրատոմս է սիրելիներս։ Մնացեք իմ հետ, սկսում ենք պատրաստել։ Բաղադրիչները արդեն պատրաստել են, սիրելիներս ունենք 4 ձու, 80 գրամ կարագ, 160 մլ կաթ, սովորական կաթ է, ունենք 220 գրամ ալյուր, 180 գրամ շաքարավազ, վանիլին և փխրեցուցիչ, երկու թեյի գտալ փխրեցուցիչ ենք օգտագործել և մի փոքրիկ աղ։ Սկզբից պետք է ձուն հարենք շաքարավազով և միաժամանակ կրակի վրա տաքացնում ենք կաթը կարագով։ Կաթը շատ չենք տաքացնում, պետք չի որպեսզի եռա։ Կարագը հենց հալվում է, կարող եք արդեն կրակից վերցնել։ 4 ձուն ավելացնում ենք շաքարավազը, նույնպես մի փոքրիկ աղ, մի պտղունց աղ և շարունակում ենք հարել։ Ձուն տեսեք որքան լավ հարվել է, սիրելիներս, անպայման լավ հարեք, որպեսզի խմորեղենը լավ ստացվի։ Կաթն էլ արդեն տաքացել է, կարող ենք շարունակել։ Կաթը պատրաստ է կարագի հետ, սիրելիներս, հիմա ինչ ենք անելու։ Ալյուրին ենք խառնում փխրեցուցիչը և վանիլինը։ Կարող եք վանիլինի փոխարեն, օրինակ, կիտրոնի կամ նարնջի հյութ օգտագործել, մի թեթև կամ կեղևը օգտագործել, պարզապես համի համար, ինչի համար ենք վանիլինը օգտագործում, համ ու հոտ տալու համար, չէ։ Ես վանիլինը խառնեցի ալյուրին և փխրեցուցիչը նույնպես, մի լավ խառնում ենք, կաթն ու կարագը վերջում ենք ավելացնելու։ Հիմա ինչ ենք անում, մաղի միջոցով ավելացնում ենք ալյուրը, հարստացնում ենք թթվածնով։ Իմ ալյուրը սովորաբար ես մաղում եմ, հետո եմ դնում պահարանում նախապես, բայց լինում է ժամանակներ, որ ժամանակ չեմ ունենում, չեմ մաղում, դրա համար հիմա եմ մաղում։ Առանց ձուն փչացնելու, եզրերից, ներքևից վերև խառնում ենք, հետո նորից ավելացնում ենք մնացած ալյուրը։ Ու շարունակում ենք խառնել։ Հիմա կարող ենք ավելացնել արդեն կաթը։ Սիրելիներս, ջեռոցը նախապես մոռացա ասեմ, որ միացրած պահեք մոտավորապես 20-25 րոպե։ Դա շատ կարևոր է, պետք է տաք լինի, թխելու ենք 180 աստիճանում։ Ավելացնում ենք կաթը 2 անգամից։ Ու շարունակում ենք խառնել։ Հենց որ զգում ենք կաթը արդեն
խառնվել է, ավելացնում ենք մնացածը։ Լցնում ենք ձևամանի մեջ, իմ ձևամանը 22 սանտիմետրանոց է։ Դեր, սիրելիներս, ուղարկում եմ ջեռոց, թխելու ենք մոտավորապես 40-45 րոպե, մինչև որ գեղեցիկ պատրաստ լինելը։ Սիրելիներս, մեր բիսկվիտը պատրաստ է, տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի։ Թողնում ենք 2 րոպե, որպեսզի հովանա եւ արդեն կարող ենք հանել ձևամանից։ Դե տեսեք, ինչքան լավ է ստացվել, սիրելիներս, կառուցվածքը տեսեք, փափկությունը, փխրությունը, դեռ շատ տաք է, ես չեմ սառեցրել, բայց ընտիր, տեսեք, ուղղակի հրաշք է։ Տեսեք, որքան գեղեցիկ կառուցվածք ունի, ուղղակի հրաշք է։ Կարագ, կաթ ու իր առանձնականությունը, այ տեսեք, հիմա Անահիտը մոտիկից կնկարի, ես ցույց կտամ, տեսեք, որքան առանձնական է։ Այ այսպեսին պետք է լինի տաք կաթով, հիշում եք, որ ասում էին տարբերվող կառուցվածքի ունենալու, տաք կաթի շնորհիվ է այս կառուցվածքը, սիրելիներս, համբերատար պատրաստեք, հետևեք բոլոր ցուցումներին, որպեսզի ձեր մոտ էլ այսպեսի հրաշք բիսկվիտ ստացվի։ Այս բիսկվիտը հենց առանց կրեմի է շատ համեղ է, այսպես կարող եք համեղ նախաճաշ անել, սուրճ ըմպել կամ էլ թեյել ընկերուհիների կամ ընկերների հետ, սիրելիներս։ Բայց կարող եք նաև կրեմով պատրաստել, չամիչ ավելացնել, ընկույզ ավելացնել, ինչպես որ սիրում եք։ Ես սիրում եմ հենց այսպես դասական տարբերակը։ Սիրելիներս, կփորձեմ, ձեզ կասեմ համը ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, լայքեր, մեկնաբանություններ, կիսեք ձեր ընկերների հետ, եթե իհարկե հավանում եք տեսանյութը։ Սիրում եմ բոլորին, գրկում եմ բոլորին, հաջողություն։ Շատ համեղ է, անուշ բուրում եմ։